կողմերը։ Կա հանդիպան մեկնարկը ազդարարող Սուլիչը, անցնենք թիմերի կազմերին, սկսեմ հյուրերից, ԲԿՄ-ի դարպասը պաշտպանում է Հայկ Ղազարյանը, Վինգերի դիրքում Սաբոբոյի փոխարեն այսօր մեկնարկային րոպեներից խաղում է Ֆարայոլան, որը բացում է հանդիպան հաշիվը 1-0։ Ուտտեցրեց գնդակը Ֆարայոլան ու հեռանկյունը գրավեց Հայկ Ղազարյանի պաշտպանած դարպասի։ Այսպիսի ակտիվ մեկնարկ Կալաշկերտից դեռ հաշված վայրկյաններ եզրերում Ֆարայոլա եւ Մասումո եւ կենտրոնական հարձակվողի դիրքում Մոմո Տուրե, բայց իհարկե այստեղ էլ թե Ֆարայոլան, թե Մասումոն եւ ինչու ոչ նաեւ նախորդ մրցաշրջանում Ալաշկերտի գլխավոր ռմբարկուն, որ հիմա գնդակով է Կարեն Նալբանդյանը տարբեր դիրքերում կարող թիմերի միջև նախորդ 10 խաղում 6 հաղթանակ ունի Ալաշկերտը, 2 հաղթանակ ԲԿՄ-ն եւ ինչպես նշեցի 2 ոչ ոքի, եւս մեկ վտանգավոր դրվագ այստեղ։ Ալյոշա Խաչատրյանը որոշեց իր եզրով շարունակել գրոհը, արդյունքում սխալվեց ու այստեղ էլ կա կանոնների խախտում, նորից ուշադրության կենտրոնում էր Ալյոշա Խաչատրյանը, ուշացավ իր դիրքը բաց էր թողել եւ այստեղ արագության հաշվին Դոմի Մասումոն կարողացավ շրջանցել երիտասարդ ֆուտբոլիստին։ Նայենք կրկնապատկերը ակնհայտ իհարկե կանոնների լիներ 11 մետրանոց եւ Նալբանդյանը իրացներ շատ ավելի բարդ էր լինելու։ Ու հիմա Նալբանդյանը արդեն գնդակը տեղադրել է Տուկանային իրացնելու համար։ Նալբանդյան ու գոլ 2-0։ Արին Նալբանդյանը շարունակում է փայլել, շարունակում է ճախրել ու արդյունավետությունը նաև նախորդ մրցաշրջանից տեղափոխել է այս մրցաշրջան։ Հաղթանակ Կալաշկերտի նկատմամբ եւ արդեն նախորդ մրցաշրջանի առաջնության վերջնամասում 3 անընդմեջ կարևորագույն հաղթանակներ, եւս մեկ վտանգավոր պահ, այս անգամ Հայկ Ղազարյանը ցույցներ են լինում։ Գրենիկ Պետրոսյանը, Կարերան կենտրոնական պաշտպանը, բայց իհարկե Սեզարի համար մի փոքր անհաջող սկսեց մրցաշրջան, հենց կարմիր քարտը, որի մասին խոսեցի։ Կար կանոնների խախտում Մոմո Տուրեի նկատմամբ, բայց քանի դեռ Ալաշկերտը շարունակում է գրոհել մրցարը չարձանագրեց ու հիմա այդ գրոհը կարող է եզրափակվել գոլով։ Մոտ է կանգնած նաև Ֆարայոլան, բայց հարվածում է Նալբանդյանը, անցավ կրկին գնդակ պահել, խաղարկել այն, նորից Ֆարայոլա, Մոմո Տուրեն եւս մոտեցավ, օգնեց թիմակցին, լավն էր փոխանցումը Տուկանային հրապարակ ու կրկին փայլում է Հայկ Ղազարյանը, այս ԲԿՄ-ն եւ վերջին գրոհի հնարավորություն ունի Արմեն Գլբուդաղյանցի թիմը։ Հովանեսյան Ծախեզրից տարբերակներ է փնտրում ու այսպիսի վտանգավոր փոխանցում դառնանք ու կշարունակենք քիչ անց։ Ուշադրություն հարգելի հեռուստադիտողներ, վերադառնում ենք Free News-ի ուղիղ եթեր ու շարունակում հետևել Հայաստանի Պրեմիեր լիգայի Սարգիս Խաչատրյանը հանդիպան մրցավար ներվից շատ վտանգավոր շարված ու լավ է շնշում մրցակցին, արդյունքում եղավ նաև արագ գոլ։ Կար գրողը ձախ եզրով։ Արագ խաղարկեց գնդակը։ Շատ հեշտ են հիմա անցնում մրցակցի պաշտպաններին, մեկը մյուսի հետևից ԲԿՄ-ի ֆուտբոլիստները եւս մեկ թողեց գնդակը Մասումոին։
Նորից Փիլոյան։ Այստեղ եմ ասում են ու արվածում է։ Ցած գնդակներին ամբողջությամբ տիրում է Ալաշկերտը։ Փոքր ուշացավ Ժեզուսը, բայց հետո հասցրեց նաև հարված կատարը։ Ցից է միացել ԲԿՄ-ին։ Տանկավոր հակագրոյի փորձ Ալաշկերտից Նալբանդյանը արագանում է, եկավ Վարայոլան օգնության այստեղ։ Արագությամբ գերազանցում է մրցակցին ու դարպասաձողն է փրկում, բայց գրո դեռևս արվածի ճանապարհը Նալբանդյան ազատվեց մրցակցի ըսկողությունից մեծ ուժերով հիմա արջևի գծում Ալաշկերտ ունի քանակական առավելություն եւս մեկ արված Կոլումբացի։ Հիմա խաղադաշտում է նրա հետ միասին կենտրոնական հարձակվող Խալիլ Սամանի Ահմադը նիգերացին միացավ։ Այստեղ էլ փրկվեց ԲԿՄ-ն, բայց գրոհըԱվորման փլեյոֆի համար է պայքարում։ Չկար կանոնների խախտում, միջև էր խանգարեց ԲԿՄ-ի ֆուտբոլիստը, բայց մնացին գնդակով Մայ Գևորքյանի տղաները ու հարվածում է վերջնական հաշիվ։ Վարայոլա հնարավորություն ունի։ Վարայոլան անցավ մրցակցին, բայց լավ է աշխատում։ Նախորդ խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, հիմա 2 գոլ ու Նաև երորդն է այդտվում դարպասում գերազանց արված ու Ջեֆերսոն Գրանադոն երկրորդ փորձից այս խաղում դառնում է գոլեղինակ։ Առաջին դրվագում Շեխ ավարտվում է հանդիպումը, արգելի հեռուստադիտողներ, ավելացված ժամանակում եղավ գոլը եւ մրցարը միանգամից արձանագրեց